Վերջապես ավարտվեց Մաշտոցի հարկային տեսչության դեմ իմ հայցով դատական վեճը եւ ամբողջությամբ բավարարվեց իմ հայցը։ Հիմքերը մի քանիսն էին նախ, որ ինձ պատշաճ կերպ չեն ծանոթացել, ինձ չեն լսել, իրենք պարտավոր էին ինձ լսել որոշում կայացնելուց առաջ։ Երկրորդը, որ այն անուղղակի ապացույցները, որ վկայում են, որ ես իրականում հարկատու չեմ եղել, եւ երրորդը այն, որ ինքնին վարչական ակտում կային բազմաթիվ խախտումներ ընթացակարգային։ Սկսած նրանից, որ նորմալ գրված չէր, թե ով է վարչական ակտը կայացնող, գրած էր Մաշտոցի հարկային տեսչության պետ ու անվան առաջի տառը, հա, իսկ օրենք ասում է, որ պետք է անունը ամբողջությամբ գրված լինի, այլն բավական փնթի որոշում էր կայացված, հա։ Ես հիշեցնեմ, որ 2014 դեռևս թվականի հոկտեմբերի 20-ին Մաշտոցի հարկային տեսչությունում որոշում էին կայացրել ինձանից 370,000 դրամ գանձելու մասին, թե իբր ես 2009-ից 2014 թվականներին զբաղվել եմ տնտեսվարական գործունեությամբ եւ չեմ վճարել հարկեր։ Ուրեմն սկզբից ես շատ զարմացա, որ պարզվում է, որ ես տնտեսվարական գործունեությամբ եմ զբաղվել։ Երկար ուրեմն մտածելուց հետո ես հիշեցի, որ 2009 թվականին ես շատ մեծ սխալ եմ գործել Հայաստանի Հանրապետությունում գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր, թե որ իրանց անհատ ձեռնարկատերից գրանցման վկայականը հանձնել եմ հարկային։ Հարկայինում ես չգիտեմ ինչ են արել իմ վկայականի հետ, ամեն դեպքում ես 6 տարի անց չունեի որովհետեւ թուղթ, որով ես կարողանայի ցույց տալ, որ ես իրան հանձնել եմ հարկային տեսչություն, բայց ուղղակի ծիծաղելի էր, որ 6 տարի անց ինձ ասում են, որ դու, չգիտեմ, այսքան տարվա հարկ չես վճարել։ Ես իմ հայցի հիմքում գրել էի, որ հարգելիներս, եթե ես 6 տարի պետք է հարկեր վճարեի եւ չէի վճարում, այդ դեպքում ինձ պատասխանատվության կանչեիք դեռևս դրանից առաջ։ Թե ես 6 տարի շարունակ պետք է ամեն երամսյակ ձեզ ներկայացնեի հարկային հաշվետվություններ։ Ես ոչ մի հաշվետվություն չեմ ներկայացրել, բացի ամենաառաջի երամսյակից, որի մի քանի շաբաթներ ես իրոք գրանցված եմ եղել, ինչու ինձ չէիք ենթարկում վարչական պատասխանատվության հաշվետվություններ չներկայացնելու համար, հա։ Հարկատու ունեք, դուք այնքան բառադի եք, որ ձեր տարածքում կա հարկատու, որը տարիներ շարունակ հարկային հաշվետվություն չի ներկայացնում ու դուք իր մասին չեք հիշում։ Եթե դա իրոք այդպես է, դուք բառադի եք ու ձեզ ուղղակի պետք է ուղարկել տուն, ամբողջ հարկայինը ցրել եւ նոր հարկային հավաքել։ Եթե իրոք կարելի է 5 տարի շարունակ ես երկրում հարկային հաշվետվություն չներկայացնեմ, պատասխանատվության չի ենթարկվում։ Այսինքն դուրս է գալիս իրենց տեսակետը, եթե առաջ տանենք, որ ես կարող եմ 5-6 տարիների ընթացքում, չգիտեմ, միլիոնավոր դոլարների շրջանառություն ունենայի, ու իրենք այդ մասին չհիշեին, հա։ Եթե ես իրոք գրանցված եմ եղել, ոչ հաշվետվություններ ներկայացնեի, ոչինչ չանեի, միլիոններ աշխատեի ու հարկային իմ մասին չհիշեր, հարկեր չգանձեր։ Ըստ էության եւ մոտավորապես սենց էլ այդ միլիոնավոր դոլարներ շրջանառություն որոշ ունեցողներ խուսափում են հարկեր վճարելուց։ Ուրեմն բավական հետաքրքիր է, որ երբ ես այդ որոշումը ստացա, ես գնացի Մաշտոցի հարկային տեսչություն, այնտեղ պետի մոտ, այնուհետև իրավաբանական իրենց ստորաբաժանումը, որտեղ ինձ փաստացի առաջարկեցին, բա դե լավ, դե հիմա մի բողոք հարկի, հարկադիր չենք ուղարկի, մի քիչ ուշ կուղարկենք հարկադիր մուծի։ Այսինքն փորձում էին դրթել, որպեսզի ես ինձ համոզեին, որ ես չբողոքարկեմ եւ դրա դիմաց ինձ ինչ որ լավություն անեն, համ հարկադիր մի քիչ ուշ ուղարկեն, կամ որ ես կարողանայի, չգիտեմ, մաս առ մաս վճարեի կամ բան անեի, հա, բայց ես այդ առևտրին չգնացի, ես այնուամենայնիվ բողոքարկեցի եւ փորձը ցույց տվեց, որ իզուր չէր, որ բողոքարկեցի։ Ամեն դեպքում առաքսկը ցուցանել, որ կարելի է, հա, ըստ էության կարելի է գնալ դատարան վարչական մարմնի դեմ եւ հաղթել։ Տեսեք, դատարանը, բայց իր որոշմամբ թեև հայցս բավարարեց, բայց չպատասխանեց մի շատ կարևոր հարցի, արդյոք ես անբարեխիղճ հարկատու եմ, թե ոչ։ Շատ կարևոր է հասկանալ ի վերջո այն քաղաքացիները, որոնց մասին հարկայինը տարիներ շարունակ չի հիշում եւ որոնք փաստացի տնտեսվարական գործունեությամբ չեն զբաղվում, հա, եւ հետո այդ քաղաքացիների հետևից հարկայինը գնում է։ Հարկայինի այդ գործառույթի իրավաչափ է, թե ոչ։ Սա բավական կարևոր հարց էր, որին այնուամենայնիվ դատարանը չպատասխանեց։